Եվ այսպես ուշադրություն, Աստծո կողմից հրաշք է, որ երեխան 15 օր գետում չի հայտնաբերվում։ Սա նշանակում է, որ դեռևս հույսերը չեն մարում, որ երեխան կարող է լինել ողջ։ Պատկերացրեք, եթե գետից հայտնաբերվի երեխան, այլևս բնականաբար ոչ մեկ չի կարող ասել, որ նա ողջ է, առևանգված է, եւ այս պատմությունը հենց այդպես էլ կավարտվի հենց այն ժամանակ, երբ որ երեխային կգտնեն գետում։ Ծնողները գնացել էին Սուրբ Հովհաննես մատուռ, որը շատ հայտնի է մարդկանց երազանքները կատարելով եւ հորինվածքներ չեն, իրականություն է դա, նաեւ դրա ապացույցը այն է, որ դուք այնտեղ տեսնում եք տասնյակ հազարավոր խաչքարեր, ամեն մի մարդու ցանկություն, երբ որ կատարվել է, այդ մարդը մեկ հատ խաչքար տարել է եւ տեղադրել է Սուրբ Հովհաննես մատուռի տարածքում ի նշան հավատքի, երախտագիտության, շնորհակալության։ Ծնողները երեխայի գնացել էին Սուրբ Հովհաննես մատուռ եւ մենք դեռևս հույսով ենք, որ երեխային կգտնեն, բայց ոչ գետում։ 15 օր շարունակվում աշխատանքները, եթե գետում լիներ, ինձ թվում է պետքա որ գտնեին, որովհետեւ աշխատում է հարյուրավոր փրկարար, պրոֆեսիոնալ մարդիկ, հազարավոր տեխնիկաներ բերեցին, տարբեր ջրի տակ նկարող, ջրի վերևը նկարող դրոններ, ցանցեր դրեցին գետի մեջ, որ եթե ինչ գա եւ այդ ցանցին բախվի երեխան, եթե իհարկե նա գետում է, բայց այսպես 15 օր եւս մենք կարող ենք սպասել։ Եվս 15 օր եւ կարող է ոչինչ չբացահայտվի։ Առեղծվածային անհետացում է սա, ինչպես ասում են, միայն Աստված գիտի, թե որտեղ է երեխան եւ թող Աստված էլ երեխային վերադարձնի ծնողներին։ Մենք հույս ունենք, որ երեխան ողջ է։ Իհարկե, փրկարար ծառայությունը, ոստիկանությունը այլ բան է հայտնում, որ միակ հավանական տարբերակը գետը ընկնելն է, բայց գետն ընկել գտեք եղբայր։ 15 օր ժամանակ գետում փնտրում են երեխայի, մի հատ կոշիկ, մի հատ հետք, մի հատ որևէ հագուստ երեխայի հագին եղած չեն հայտնաբերել։ Տեսախցիկը, որը տեղադրված է դիմացի խանութում, չի ֆիքսել երեխայի շարժ։ Այդքան տեխնիկա օգտագործվեց, չգտան երեխային, այսինքն նախ կա փաստ, որ երեխան, եթե նույնիսկ ընկել է գետը, ինքը ջրի տակ է, եւ եթե երևացող տեղ լիներ, ապա դրոնները ամբողջությամբ ցույց կտան երեխայի տեղը։ Շատ բարդ գործընթաց է, օր-օրի ավելի զարմացնող ու առեղծվածային է դառնում։ Մեր միակ ցանկությունը նա է, որ Աստված երեխայի հարազատների, ծնողների ցանկությունը կատարի եւ երեխան լինի ողջ, որովհետեւ դրա հույսը ներկա պահին կա, այն ժամանակ կկտրվի այդ հույսը, երբ որ երեխային հենց գետից գտնեն եւ հանեն, այդ ժամանակ արդեն այս պատմությունը կավարտվի, բայց ինչքան որ անհնար էր երեխային գողանալ, այնքան էլ այսօր անհնար է երեխային գտնել գետից։ Հույս ունենանք, որ առաջիկա օրերին որևէ տեղեկատվություն կլինի, որը որևէ ձև կփոխի այս պատմության վերջաբանը եւ միայն ուրախ վերջաբան ենք մենք ամբողջ ազգով սպասում։ Եվ այսպես ուշադրություն, հրատապտեղեկատվություն, փոքրիկ Տիգրանի վերաբերյալ 10 օրը երեխան չկա, չի գտնվել գետում, չկան որևէ փաստեր, որ կարող են ենթադրել, որ երեխան առևանգված է, այսինքն այնպիսի փաստ, որ հիմա գետը թողնենք, գետում չստուգենք ու ամբողջ ուժերը ներդնենք երեխային այլ տեղ փնտրելու ուղղությամբ, փաստեր չկան իհարկե, շատ ցավալի է, 10 օր հարյուրավոր մարդիկ, միգուցե նաև հազարավոր կարելի է ասել, որովհետև օրեկան հարյուրավոր մարդիկ են գալիս եւ ընդհանուր թիվը հազարներից անցնում է, փնտրում են գետում, գետի հարակից տարածքներում, որտեղ որ հնարավոր է փնտրում են եւ արդյունք ուղակի չկա։ Ինչ ասես արվել է, օգտագործվել են անօթաչու թռչող սարքեր, օգտագործվել են հատուկ տեսախցիկներ գետի հատակը նկարելու համար, օգտագործվել են ջրասյուզներ, բայց իհարկե արդյունք չկա, բայց կան մեծ աշխատանքներ տարված։ Երեխան եթե գետներ ընկել, եթե երեխային անհնար էր գտնել, գոնե կարելի էր գտնել երեխայի որևէ հագուստ, օրինակ երեխայի կոշիկները, որևէ բան չի գտնվել։ Եվ
Միանշանակ չէ, որ գետն է ընկել կամ միանշանակ չէ, որ երեխան պետքա միայն գետի ուղղությամբ գնար, սա հաստատ է, որ արդեն գետը ընկնելը թվում է, թե դարձավ 50-50, եթե այն ժամանակ մեծ հավանականությունը տալիս էին, որ երեխան ընկել է գետը, հիմա ուրիշ բաներ են մտածում, օրինակ 3 տարածվեց տեղեկատվություն, որ գյուղում նկատվել են գնչուներ, ցիգաններ, որոնք առևտուր են անում։ Միայն այդ գյուղում չէ, իհարկե, տարբեր գյուղերում, հարակից բնակավայրերում առևտրով են զբաղվում եւ տարածվեց տեղեկատվություն, որ գնչուները կողքի գյուղում զրուցել են մի երեխայի հետ, որը եղել է միայնակ, երբ որ մայրը նկատում է, որ երեխան զրուցում է անծանոթի հետ, մոտենում է շտապ եւ գնչուն պատասխանում է, որ ուղղակի զրուցում ենք, բայց գյուղացիները վախեցել են իհարկե։ Հայաստանի Հանրապետությունում վերջին շրջանում երեխաների առևանգման գրեթե դեպքեր չեն եղել եւ այդ առևանգումները այս մեր ժամանակներից 10-15 տարի առաջ էր, որ ակտիվ էր, անընդհատ տեղեկատվություններ էին տարածվում, հեռուստացույցով ցույց էին տալիս, որ ինչ որ մի բնակավայրում առևանգում է տեղի ունեցել, երեխային գողացել եւ այլն եւ այլն։ Ներկայիս պայմաններում, ներկայիս լրատվական եւ ավելի բաց տեսանելի դաշտում երեխաներ չեն առևանգվում, ինչը որ հերթական անգամ այս մի վարկածը փորձում է մաշել, այսինքն համ գետը չի ընկել, համ ասում ենք չեն առևանգել, բայց երեխան ինչ եղավ։ Ոչ մի ապացույց չկա, որ երեխան ընկել է գետը, գոնե մի հատ կոշիկ գտնեին գետից։ Մարդիկ աշխատել են փայլուն կերպով, բայց ոչ մի բան չեն կարողացել գտնել եւ ոչ մի ապացույց չկա, որ երեխային գողացել են։ Այսինքն տարօրինակ անցուդարձ գյուղում ինչ որ անծանոթ մեքենաների շարժ, անծանոթ մարդկանց այդ օրը նկատել գյուղում կամ հայրը եւ պապիկը գտնվելով ճանապարհի վրա գործ անելիս ցանկացած շարժ, այն էլ գյուղերում, փոքր գյուղերում միանշանակ նկատելի է։ Իրենք դա էլ չեն նկատել, այսինքն երեխան ուղղակի առեղծվածային մի պատմության ստեղծող դարձավ, որ ամբողջ հայություն հետաքրքրված է։ Իհարկե բոլորի սրտերը ցավում է, բոլորն էլ ցանկանում են, որ երեխան ողջ լինի, անգամ առևանգված լինի, բայց ողջ լինի, այո, բնականաբար գետի տարբերակը շատ ցավոտ է, ոչ ոք չի ցանկանա, որ այս փոքրիկը գտնվի գետից, դա կլինի իհարկե սարսափելի, դա կլինի շատ ցավոտ ամբողջ հայ ազգի համար եւ այդ ընտանիքը, այդ երեխան արժանացել է ամբողջ հայ ազգի, Հայաստանում եւ Հայաստանից դուրս ապրող հայրենակիցների ուշադրությանը, սրտացավությանը։ Այս դեպքը պետքա դաս լինի բոլորի համար, որ երեխաներին պետքա ավելի ուշադիր լինել, իհարկե նրանք ուշադիր են եղել, դա այսպես ասած պատահականություն է եղել, ծնողները այն ծնողները չէին, որ կարող են իրենց երեխային անտերության մատնել, բայց եղեք ավելի ուշադիր, մանավանդ այն դեպքում, երբ որ դուք ապրում եք վտանգավոր բնակավայրերում, գետից մի քանի մետր այն կողմ ապրելը համարվում է այո վտանգավոր բնակավայր։